Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Հայկական եկեղեցու մեջ տեղի ունեցած է միջինքի արարողություն։ Իրան գոշտ հայտարարության փանտես եկած է։ Իսրայելյան ռեժիմի եւ Իրանի միջև լարվածությունը կշարունակվի սրիլ։ Եվրոպական միությունը հայտարարած է, որ Իրանի շուրջ ընթացող պատերազմը Եվրոպայի պատերազմը չէ։ Իրանի շուրջ ընթացող պատերազմը կգրնա վերածվել նոր փախստականներու ճգնաժամի։ Լիբանանի մեջ մարդասիրական ճգնաժամը կխորանա։ Անի ավերակներու գաղտնիքները։ Հայկական կոնտրոլ։ Արևմտյան Հայաստանի Գեսարիա քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու մեջ Կոնստանտո Բոլսո պատրիարք arczepiskopos Սահակ Մաշալյանի գլխավորությամբ տեղի ունեցած է միջինքի մեծ պահ կգիսող օրվա արարողություն։ Միջոցառման մասնակցած են մեծամասնությամբ Կոնստանտո Բոլսեն եկած հայեր։ Պատարակի ժամանակ ներկաները մոմեր վարած եւ աղոթած են։ Պատարակեն հետո Մաշալյանը լրագրողներուն դեղեկացուցած է, որ հաջորդ օրը իրենք կմասնակցին Սկենդերունի եկեղեցու պատարակին եւ ընդգծած է, որ այս տարի արարողությունը իրականացված է եւ գեղեցիկ ձևով հարկելով Գեսարիո մեջ իրենց նախնիներու անցյալը եւ ներդրումը։ Մաշալյան նշած է, որ եկեղեցին ունի որոշ խնդիրներ, խոնավություն եւ քայքայում անձրևներու պատճառով, սակայն վստահ է, որ հարաճիգա օրերուն միջոցներ պիտի ձեռնարկվին այդ խնդիրները լուծելու համար։ Իրանի թեմ ԱՄՆ-ի եւ իսրայելյան ռեժիմի հարձակումներուն վերաբերյալ Մաշալյան ընդգծած է, որ պատմությունը բազմիցս ցույց տված է, թե որքան անմեղ մարդիկ դժուժած են պատերազմներեն եւ գոչ ուղղած է խաղաղության եւ պաշտպանության նման հագամարտություններն։ Աշխարհը ականատես կլա, թե ինչպես Իրան ավերիչ հարվածներ կհասցնե Ամերիկային եւ Իսրայելի վարչագահին։ Այդ մասին հայտարարած է Իրանի զինված ուժերու մամուլի խոսնակը։ Մենք կզգուշացնենք, որ եթե հանցավոր ամերիկյան հարձակի եւ ոտնձգություն կատարե Խար կղզիին, անոր գառույցներուն եւ նավթի բահեստային գայանին թեմ, մենք մոխրակույտի պիտի վերածենք հարձակող երկրին բոլոր նավթագազային գառույցները, նշած է ան։ Իսրայելյան վարչագահի օտային հարվածները թիրախ դարձուցած են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի 3 թաղամասեր, միևնույն ժամանակ իսրայելյան վարչագահի բանակը հայտարարած է, թե նոր հարձակումներ իրականացուցած է Իրանի մայրաքաղաք Տեհրանին դեմ։ Դարաճաշրջանին մեջ կշարունակվի նաև հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերու հարձակումները։ Կատարը, Սաուդական Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Քուվեյթը կհայտնեն, թե գրծած են խոցել քանի մթիրախներ օդին մեջ։ Միևնույն ժամանակ Դուբայի միջազգային օդագայանին մոտ անօդաչու սարքի հարված են Փրնգած հրթեհին պատճառով ժամանակավորապես հետաձգված են թռիչքները։ Եվրոմիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը նշած է, թե միությունը չի ծրագրեր ընդլայնել իր ռազմաձովային առաքելությունը թեպի Հորմուզի նեղուց եւ ներգրավել ռազմական գործողություններուն։ Անոր խոսքով Եվրոմիությունը այս հագամարտության կողմ չէ եւ կենտրոնացած է տարածաշրջանին մեջ ուժանյութային եւ արևդրական հիմնական ուղիներու վերականգնման վրա։ Եվրոպական երկիրները նաեւ գշեշտեն, թե կնախընտրեն թիվանագիտական լուծումներ եւ չեն ուզեր ներգրավել հագամարտության ընդլայնման մեջ։ ՄԱԳ-ի փախստականներու հարցերով Քերակույն հանձնագետարի դվյալներով ԱՄՆ-ի եւ իսրայելյան վարչագահի հարվածներուն սկիզբեն ի վեր Իրանի մեջ արդեն դեղահանված է շուրջ 3 միլիոն մարդ։ Թեև սահմանները հադող քաղաքացիներու թիվը դակավին համեմատ ապարփոքր է, Իրանի հարևան երկիրները արդեն կպատրաստվին հնարավոր զանգվածային ներհոսքի։ Ռմբակոծություններու հետևանքով վնասված են ավելի քան 10,000 քաղաքացիական կառույցներ, ներառյալ դպրոցներ եւ բժշկական հաստատություններ, իսկ զոհերու թիվը անցած է 1400-ը։ Փորձագետները կզգուշացնեն, թե եթե Տեհրանի գենսական ենթակառույցները խոցվին, կգրնա սկսել բնակչության զանգվածային արտահոսք թեպի հարևան երկիրներ։ Լիբանանը հայտնած է, թե երկրին թեմ իսրայելյան վարչագահի շարունակվող պատերազմին հետևանքով ավելի քան 1 միլիոն մարդ ստիպված եղած է լքել իր տուները։ Մեծ թիվով մարդիկ ստիպված եղած են քրանցվել որպես տեղահանված անձեր, իսկ տասնյակ հազարավորներ աբաստան կդած են արտակարգ կացարաններու մեջ, հաղորդել Լիբանանի պաշտոնական ազգային լրատվական գործակալությունը։ Գարսի մոտ գտնվող Անի ավերակները կգրավե ուշադրություն ոչ միայն իր պատմական կառույցներով, այլև առեղծվածներով։ Ժամանակին անհայտնի էր որպես 1001 եկեղեցիներու քաղաք։ Անիի մեջ համագեցության մեջ եղած են տարբեր քաղաքագրություններ եւ գրոններ։ Անիի 7 գաղտնիքները։ Քաղաքը լքված է դակավին ամբողջովին չբացատրված պատճառներով։ Պատմաբանները կնշեն երկրաշարժեր, մոնղոլական ներխուժումներ եւ արևդրական ուղիներու փոփոխություններ։ 1001 եկեղեցիներու առասպելը։ Իրականության մեջ քաղաքը ունի բազմաթիվ եկեղեցի, սակայն 1001 թիվը խորհրդանշական է։ Քաղաքնի ստորգետնյա անցումներ օգտագործված են պատերազմական ժամանակներուն, սակայն անոնց ամբողջ ծավալը դակավին ամբողջովին հայտնի չէ։ Երկրաշարժներու աստեցությունը 1319 թվականի երկրաշարժը ծանր վնաս հասցուց քաղաքին եւ ավերեց բազմաթիվ կառույցներ։ Գրոններու համագեցությունը Անիի մեջ գոյություն ունեցած են քրիստոնեական եկեղեցիներ եւ իսլամական կառույցներ, ինչ որ զայն դարձուցած է միջնադարյան բազմամշակութային քաղաքներեն մեկը։
Մեդաքսի ճանապարհի կարևորությունը։ Անոր ռազմավարական թիրքը քաղաքը դարձուցած է արևդրական կենտրոն, մինչդեռ ուղիներու փոփոխությունը թույլատրված է տնտեսությունը։ Անվան ծագումը կապված է հայկական, ուրարտական եւ բարձրական ավանդություններու հետ, անի աստվածուհիեն կամ անի գամախ ամրոցեն։ Այսօր անի ավերակներ իրենց ընդարձակ բարիսմներով, եկեղեցիներով եւ մզգիթներով գնմանին բացօթյա թանգարանի, հիշեցնելով անցյալի փառն ու բազմազան մշակութային ժառանգությունը։ Գոնջոլը ավանդական հայկական, հատկապես Շիրակի շրջանին պատկանող դակ ուդես մն է, որ կպատրաստվի հացով, սոխարածով, ցվով եւ սխտորով։ Սոխը մանր կտրատել եւ յուղով տապկել մինչեւ ոսկեգույն դառնալը, ապա ավելցնել չոր կարմիր բղբեղը, ավելցնել ջուր, աղով համեմել եւ երացնել։ Երալեն հետ ավելցնել չոր էհանը եւ հարվածուն, արագ խառնել եւ վերցնել գրագեն։ Հացը կտրատել մանր խորանարդներու, ափսեին մեջ թնել հացը, վրան ավելցնել